այս ամենը չի կատարվում պատահական։ Սա լուրջ հաշվարկված քաղաքականություն է։ Հայաստանում ձախ ընդդիմությունը այսօր ճգնաժամում է։ Սա լրիվ առանձին խոսակցության թեմա է, բայց աջակողմյան ընդդիմությունն ունի երկու ճյուղ՝ լիբերալներ եւ կոնսերվատիվներ։ Լիբերալները ապրում են ուրիշ իրականության մեջ, ինչ են նրանք առաջարկում՝ ապագա առանց Ռուսաստանի, ավելի արևմտյան ինտեգրում, հանդուրժողականություն ու մարդու իրավունքներ։ Սա ինքնին վատ չէ, բայց այս առաջարկները կտրուկ հակադրում են հայկական հասարակության սոցիալական կառուցվածքին։ Հայաստանում հասարակությունը ավանդական է, տնտեսությունը կախված է միգրացիայից եւ արտաքին ներդրումներից, եւ աշխատավոր դասի առաջնային խնդիրները ոչ թե իրավունքներն են, այլ աշխատավարձը, անվտանգությունը եւ սոցիալական վիճակը։ Հենց այստեղ է խաղից դուրս մնում լիբերալ ընդդիմությունը, նրանց էլեկտորատն էլ սուղ է։ Մի փոքր ուսանողություն, ինտելիգենցիայի հատվածներ եւ արևմուտք նայող բիզնեսմեններ։ Եվ ամենակարևորը, նրանց իրական այլընտրանքը Փաշինյանից չի տարբերվում, բացի մասշտաբներից։